Վերջին մի քանի հավաքույթների ժամանակ խոսում ենք զոհասեղանների մասին։ Այսօր պիտի խոսենք զոհասեղանի մասին։ Այսօր պիտի խոսենք 3 տեսակ զոհերի մասին, բայց դրանից առաջ ուզում եմ մի կարճ բան ասել։ Հետաքրքիր է, որ մարդու եւ Աստծո հանդիպումը լավագույն ձևով ստացվում է զոհասեղանի վրա։ Երբ որ մարդը նվիրում է ապրում, երբ որ իր անձը բերում ասում է հայ ես Տեր, Աստված էլ հայտնվում ասում է հայ ես։ Այնքան դուրեկան, կարծես թե այնքան հաճելի է, թե ոչ միայն մեզ համար, նաև Աստծո համար կարծում եմ։ Երբ որ կարդում ենք ամբողջ Աստվածաշնչում, թե Աստված ինչպես էր մարդկանց անուններով կանչում։ Ձեր կյանքում եղել է, որ ձեզ Աստված ձեր անունով կանչի։ Ու կանչելուց հետո էլ դու ինչ ես պատասխանում նրան։ Փորձում ես թաքնվել, ամենաառաջին մարդը, որին Աստված ստեղծել էր, փախավ ուղղակի Աստծո երեսից։ Աստված նրան կանչեց, ասեց՝ ուր ես։ Բայց դրանից հետո շատ են կարդում դեպքեր, երբ որ Աստված մարդուն կանչում էր, մարդը ասում էր ահա ես, ահա ես։ Նման չի զոհասեղանի, նման չի նվիրվածության, պատրաստակամության ինչ-որ մի բան անելու, լսելու Աստծուն ու ինչ-որ մի բան անելու։ Փառք Հիսուսին ամեն բանի համար։ Ինքը առաջինը եղավ, որ զոհասեղանի վրա բարձրացավ ու ցույց տվեց ինչպես պիտի կատարել դա։ Իրականում Աստվածաշնչում բոլոր զոհերը, որ կատարվել են, խորհրդապատկերում են մեր կյանքի կամ ամբողջական կամ մեր կյանքի ինչ-որ բաժինների նվիրումներ։ Եթե դուք ուսումնասիրեք այդ զոհասեղանները ու զոհերի 5 տակարանում կատարված, շատ բան կարելի է դրանցից սովորել։ Իհարկե մենք ամեն ինչ չենք խոսի այստեղ զոհասեղաններից, բայց կարծում եմ սա մի քիչ էլ ձեզ կբորբոքի ուսումնասիրելու համար այդ բաժինը։ Եկեք այս անգամ իրար հետ բացենք դատավորած գիրքը 5 տակարանում։ Ունեք գրքեր։ Լավ կլինի, որ միշտ հետևեք խոսքին, որովհետև դա ձեզ համար շատ օգտակար կլինի։ Ու մեր հավատքը չի լինի քարոզի վրա, մեր հավատքը չի լինի տրամաբանության վրա, մեր հավատքը կլինի Աստվածաշնչյան խոսքի վրա, որը հավիտյան հաստատուն է ու երբեք չի փոխվելու, որովհետև գրողը, հեղինակը երբեք չի փոխվում, իր անունը փառավորվի։ Բացելեք դատավորած 6-րդ գլուխը, 6-րդ գլխում, եթե ուսումնասիրեք, կտեսնեք, որ Գեդեոնը 3 զոհ կատարեց իրար ետևից, անմիջապես իրար ետևից, ու եթե մի քիչ բառերին ուշադրություն դարձնեք, շատ մանրամասն ուսումնասիրեք, այնպիսի տպավորություն է առաջանում, ես չեմ պնդում, թե սա ճշմարտություն է, բայց այնպիսի տպավորություն է առաջանում, որ 3 զոհերը ինքը կատարեց նույն օրվա մեջ։ Մի քիչ հետո մենք դրանք կուսումնասիրենք։ Բայց ինչ դա նկարագրեմ, ինչ իրադրություն էր, ինչի համար դա կատարվեց, ինչպես կատարվեց այդ զոհերը։ Իսրայելը այդ ժամանակ թագավոր չուներ, մարգարեներ չկային։ Իսրայելը գտնվում էր կարծես թե բաց թողած վիճակում։ Ու գրված է մի քանի անգամ դատավորած գրքում, որ ամեն մեկը անում էր ինչ ուզում էր, ինչ իր մտքով անցնում էր։ Դա բնական է, երբ որ չի լինում ղեկավարություն, ամեն մեկը անում է ինչ որ իր սիրտն է ուզում։ Սա ճիշտ վիճակ չէր, Աստված այսպես չէր ուզում։ Դրա համար ժամանակ առ ժամանակ ինքը բարձրացնում էր մարդիկ, ովքեր կարողանում էին առաջնորդել։ Հետաքրքիրը ինչն է, որ հենց որ այս առաջնորդը մահանում էր, ժողովուրդը թողում էր Աստծուն, ելի ամեն մեկը անում էր ինչ որ ինքը ուզում էր։ Իսկ ինչ էր ինքը ուզում։ Բնական է իր մարմնի ցանկությունները, հարստանալու ձգտում, այն ամեն ինչը, ինչը կարող էր մարդուն գցել մեղքի մեջ։ Ու նաև ձգտումը, որ շատ հաջողություններ ունենան, դրանից կախված, կարծես թե դրան նվիրված է ձգտումը, որ իմ աշխատանքը հաջող լինի, չգիտեմ, շատ մոտիկա չէ մեր կյանքին։ Դրա պատճառով հանկարծ սկսում էին երկրպագել կողքի ազգերի աստվածներին։ Եվ ահա այդպիսի մի իրադրություն առաջացավ նորից Իսրայելում։ 6-րդ գլխում գրված է, որ ժողովուրդը թողեց ճշմարիտ Աստծուն ու գնաց կռապաշտության։ Վերցրեցին իրենց հարևան ազգերից Բաղամի երկրպագությունը, Բաղամը բերքատվության աստվածն էր հեթանոսների մեջ։ Դա այնքան կարևոր էր, որ շատ հաճախ էր Իսրայելը ընկնում դրա մեջ։ Հենց տեսնում էր իրենց արտերը մի քիչ լավ բերք չէին տալիս, անմիջապես Բաղամին էին դիմում, չհասկանալով, որ իրենց մեղքն էր, պատնեշը իրենց եւ Աստծո միջև։ Ինչ էին անում։ Վերցնում էին Բաղամին, սկսում էին երկրպագել, հույս ունենալով, որ դրանով հաջողություն պիտի գտնեն։ Բայց հակառակն էր տեղի ունենում։ Աստված մատնում էր թշնամու ձեռքը, կողքի ազգերից մեկը մտածում էր, որ Իսրայելը հարուստ է, ու դա պատահական չէր մտածում, պատմության վրա իշխող Աստված կա։ Գալիս էր, գրավում էր Իսրայելը, ու ստիպում էր, որ այդ ժողովուրդը իրեն հարկ վճարի։ Իրենք ցանում էին, վարում էին, հնձում էին, կարծես թե հնձելու պահին մեկ էլ թշնամին գալիս էր ու այդ հնձածը տանում էր։ Իսրայելը շարունակում էր տառապել, աշխատել ու չքավորության մեջ, սովի մեջ ապրել։ Մինչև որ հասկանում էր, որ դա այն օրենքում գրված անեծքն էր իրենց վրա գալիս։ Հենց որ հասկանում էին, որ այդ օրենքի գրված անեծքն էր, որ իրենք Աստծուն թողել են, հավատարիմ չեն եղել, դրա համար էլ այդ բոլոր բաները իրենց վրա եկել են։ Եթե օրենքում կարդաք, այդպիսի բան կա գրված, Աստված ասում է, եթե ինձ հնազանդ չլինեք, դուք պիտի ցանեք, հնձեք, ուրիշները պիտի ուտեն ձեր ցանածը։ Հիշում եք օրենքում այդպիսի բան կար գրված։ Երկրորդ օրինաց 28-րդ գլխում այդպիսի բաներ շատ կա գրված։ Մարդիկ պիտի ուղղակի դա հասկանային, ու երբ որ դա տևում էր տարիներ,
Ինչ որ տարիներ տևելուց հետո մեկ էլ ժողովուրդը հասկանում էր, որ ինքը գտնվում է սխալ վիճակում, որ Աստծո պատիժն է իրենց վրա եկել եւ դիմում էին Աստծուն, աղաղակում էին, աղոթում էին, Աստված էլ բարձրացնում էր մի հոգի, մի մարդ։ Այդ մարդը զորք էր հավաքում, թշնամիներից ազատագրում էր Իսրայելը։ Իսրայելը շարունակում էր նորից բարգավաճ լավ կյանք ապրել, մինչև նորից ընկնում էին մեղքի մեջ։ Շատ նման է, չէ՞ մեր կյանքին։ Մարդը երբ որ ուզում է առողջ լինի, երբ որ ուզում է որ իր ձեռքի գործը հաջող լինի, շատ հաճախ կար այս աշխարհային մեղքերին դիմի, աշխարհի միջոցներին դիմի, որոնք իր կյանքում բերեն դժբախտություն, ոչ թե իրականում հաջողություն։ Մարդիկ օրինակ տանը հաջողություն ունենալու համար վերցնում են նալը, կպցնում են դռան վրա։ Իրենք անում են վախից, որ իրենք հաջողություն ունենան, որ հանկարծ իրենց հաջողությունը չպակասի, իրականում չհասկանալով, որ դրանով դժբախտություն են բերում իրենց։ Եվ ոչ միայն դա, շատ ուրիշ բաներ։ Ահա այդպիսի մի իրադրություն էր Իսրայելում։ Թշնամին եկել ու գրավել էր Իսրայելը, ու Իսրայելը հասկացավ, որ ինքը թողել է Աստծուն, ու դա է պատճառը, որ թշնամին իր վրա տիրում է։ Ժողովուրդը սկսեցին ձայն բարձրացնել, աղոթել Աստծուն։ Աստված ուղարկեց իր հրեշտակին։ Գրված է ուրեմն 6-րդ գլխի 11-րդ խոսքից։ Ուղարկեց մի մարդու մոտ հրեշտակին, որին Աստված տեսնում էր, որ այդ մարդը կարա շատ գործ անի Աստծո համար, որ կարա Իսրայելը ազատագրի այդ ժամանակ թշնամիներից։ Գիտեք, երբ որ Աստված նայում է երկրին, մանավանդ մեր ժամանակաշրջանում, նոր կտակարանային ժամանակաշրջանում, ինքը տեսնում է, որ ամեն մարդ կարա մի գործ անի Աստծո համար։ Չկա այդպիսի մի մարդ, որ գործ չի կարող անել։ Ես 11-րդ խոսքից կարդամ, լավ։ Տիրոջ հրեշտակը եկավ, ու Աբիեզերյան Հովասի բևեկնիի տակ նստեց, որ Եփրայի մեջ էր, ու նրա որդին Գեդեոնը հնձանի մեջ ցորեն էր ծեծում, մադյանացիների երեսից փախցնելու համար։ Թաքցնում էր, որ հանկարծ մադյանացիները չգան իրենց հավաքած ցորենը տանեն։ Եվ Տիրոջ հրեշտակը նրան երևաց ու ասաց. «Ով զորավոր կտրիչ, Տերը քեզ հետ է»։ Եվ Գեդեոնը նրան ասաց. «Օ, Տեր իմ, եթե Տերը մեզ հետ է, ինչու համար այս բոլոր բաները մեր գլուխը եկան։ Ուրեմն նրա ամեն հրաշքները, որոնք մեր հայրերը մեզ պատմում են, ասելով, թե Տերը մեզ Եգիպտոսից հանեց, բայց հիմա Տերը մեզ երեսից ձգեց, ու մեզ մադյանացիների ձեռքը մատնեց»։ Եվ ինքը շատ ճիշտ էր մտածում, որովհետև իրենք մեղք են գործել, Աստված էլ երեսից գցել էր իրենց։ Եվ Տերը նրան նայեց ու ասաց. «Այդ քո զորությունով գնա, որպեսզի Իսրայելը մադյանացիների ձեռքից ազատես, չէ՞ որ ես քեզ ուղարկեցի»։ Եվ նա նրան ասաց. «Ո Տեր իմ, Իսրայելը ինչով ազատեմ։ Ահա իմ ազգատոհմը Մանասեի ցեղի ամենաաղքատն է, ու ես իմ հորս տան ամենափոքրն եմ»։ Եվ Տերը նրան ասաց. «Ես անշուշտ քեզ հետ պիտի լինեմ, ու Մադյամը մեկ մարդու պես պիտի զարնես»։ Եվ Գեդեոնը ասաց նրան. «Աղաչում եմ, եթե ես քո աչքիդ առջև շնորհ կգտա, ինձ մի նշան ցույց տուր, որպեսզի գիտենամ, թե ինձ հետ խոսողը դու ես»։ Իհարկե այն ժամանակվա համար շատ հասկանալի էր, որ այսպիսի զրույցի ժամանակ Գեդեոնը կկասկածեր, ով է իր հետ խոսողը։ Դրա համար ասաց ինձ մի նշան ցույց տուր։ Եվ շարունակում է խոսել Գեդեոնը. «Աղաչում եմ, որ այստեղից չգնաս, մինչև ես քեզ գամ եւ իմ ընծած բերեմ, ու քո առջևդ դնեմ»։ Եվ նա ասաց. «Ես կսպասեմ, մինչև դու վերադառնաս»։ Եվ Գեդեոնը ներս մտավ այծերից մի ուլ վերցրեց, մեկ արդու ալյուր բաղարդ շոթեր պատրաստեց, միսը սակառի մեջ դրեց, ու արգանակն էլ պտուկի մեջ դրեց, եւ նրա առջև հանեց բևեկնիի տակ ու մատուցեց։ Եվ Աստծո հրեշտակը նրան ասաց. «Միսը ու բաղարդ շոթերը առ, ու այս վեմի վրա դիր, ու արգանակը թափիր»։ Եվ նա այնպես արեց։ Հետո Տիրոջ հրեշտակը իր ձեռքի գավազանի ծայրը երկարացրեց, ու մսին եւ բաղարդ շոթերին դպավ, եւ վեմից կրակ ելավ, ու միսը եւ բաղարդ շոթերը այրեց։ Ու Տիրոջ հրեշտակը նրա աչքերի առջևից գնաց, եւ Գեդեոնը տեսավ, որ դա Տիրոջ հրեշտակն է, ու Գեդեոնը ասաց. «Ող Տեր Եհովա», որ Տիրոջ հրեշտակը երես առ երես տեսավ, բայց Տերը նրան ասաց. «Խաղաղություն քեզ լինի, մի վախեցիր, պիտի չմեռնես»։ Այսքան առայժմ։ Ուրեմն ինչ տեղի ունեցավ։ Դուք լրիվ լսեցիք պատմությունը։ Հիմա մի քիչ ավելի մանրամասն սա ուսումնասիրենք։ Հանդիպում հրեշտակի հետ։ Հրեշտակը գալիս ասում է, որ դու պիտի գնաս ու Մադյամը ազատագրես։ Ուշադրություն դարձրեք, զոհաբերությունները սկսվում են նրանից հետո, երբ որ մարդը հասկացավ, թե ինքը գործ պիտի անի Աստծո համար։ Բայց առաջին հերթին ինքը չարեց զոհաբերությունը նրա համար, գիտակցելով այդ գործը, այլ հակառակը ուզում էր ստուգել, իսկապես Աստված իրեն ուղարկում է այդ գործին, թե չէ։ Ասաց. «Մի նշան ցույց տուր, որ իմանամ ինձ հետ խոսողը դու ես, կարծես թե ինձ հետ խոսողը Աստված է»։ Սա էր ուզում իմանալ։ Դուք հաճախ լսել եք Աստծո ձայնը։ Հենց որ լսել եք, ձեր մեջ ինչ է առաջացել։ Արդյոք նվիրման ձգտում, թե խուսափել այդ ձայնի կանչից։ Եղել է որ դուք լսեք, թե Աստված ինչպես է ձեզ կանչում որևէ ծառայության։ Դրանից հետո ինչ է առաջանում մարդու մեջ։ Լինում են մարդիկ, որ խուսափում են, իրենք փախնում են կարծես թե այդ կանչից։ Մի պահ կարծես Գեդեոնն էլ փորձեց փախնել, բայց հետո ասաց ստուգեմ, տեսնեմ իսկապես Աստված խոսեց ինձ հետ թե չէ։ Միջոցը ո՞րն էր ստուգման։ Ասաց սպասիր, քեզ նվեր բերեմ, ընծա բերեմ։
Ու գնաց ներս նկատեք, որ այս ամբողջ ժամանակ ինքը զոհասեղան չի սարքում։ Ուղղակի նվեր է բերում հրեշտակին։ Ինքը նկատի չուներ, որ պիտի զոհ կատարի։ Ինքը ուղղակի գնաց այն ամենալավ, չգիտեմ, ինչպես են հյուրին պատմում։ Այդպիսի հյուրի համար մի հատ լավ նվեր պատրաստեց։ Հաց ալյուրից, հрьяաները ինչպես էին դա պատրաստում իրենց ձևով, պատրաստված մի հատ էլ լավ ուլ վերցրեց, այդ ուլը մորթեց, միսը եփեց ու բերեց։ Ոչ միայն միսը, մեր լեզվով ասած բուլյոն ենք ասում, չէ՞, այդ ջուրն էլ լցնեց մի ամանի մեջ ու դա էլ բերեց։ Երբ որ բերեց, այստեղ ամեն ինչ ինքը չէր անում զոհաբերության իմաստով, բայց մեկ էլ հրեշտակը սկսեց իրեն ուղղել, ու այդ ամեն ինչին տվեց զոհաբերության տեսք։ Մի վաղ մտածեք, հետաքրքիր է, չէ՞։ Ինքը չէր մտածում զոհասեղան սարքել, ուղղակի նվեր էր բերում, բայց մեկ էլ հրեշտակը սկսեց ուղղել։ Ասեց այդ միսը դիր ժայռի վրա, հետո ասեց այդ հացն էլ դիր ժայռի վրա, հետո ասեց այդ բուլյոնը մեր լեզվով ասած թափիր։ Ինքը թափեց, որովհետև օրենքում դա չկար, որ պիտի մատուցվեր։ Օրենքով պիտի մատուցվեր միսը եւ հացը։ Դրա համար հրեշտակը ուղղեց, կարծես թե զոհաբերության տեսք տվեց դրան։ Ու երբ որ քո կյանքում էլ լինի, որ Աստված քեզ կանչի որևէ գործ անելու, ու դու ուզենաս այդ գործը անել, կամ չգիտեմ ուզենաս ստուգել, դա արդյոք Աստված է քեզ կանչում։ Մի արա հենց այնպես նվիրման ձևով, արա զոհաբերության ձևով։ Ինչ որ մի բան նվիրելու, ինչ որ մի հատ փոքրիկ բան, այլ արա քո ամբողջական նվիրման ձևով։ Ու արա լրիվ կանոնով ինչ որ Աստվածաշնչում գրված է։ Ու այն ձևով, որ գրված է, եթե դու անես, դու կտեսնես դրա հետևանքը ինչ կլինի քո կյանքում։ Ուրեմն ինչն է հետաքրքիր, որ սրանից հետո այս զոհի միջոցով ինքը ճանաչեց, գուցե դրա մասին մի քիչ ավելի ուշ խոսեմ։ Եկեք մի քիչ ավելի մանրամասն։ Հրեշտակը ասես դիր ժայռի վրա։ Իրականում այս դեպքը թե իրական տեղի է ունեցել, թե ինքը շատ հետաքրքիր է, որ խորհրդապատկեր է։ Աստծո մեծությունը այս սրանում է կայանում, որ կարողանում Աստված դասավորի մի դեպքը այնպես, որ հետո դա խորհրդապատկեր դառնա նոր կտակարանի համար։ Մենք հաճախ ենք խոսել, երբ որ հրեշտակը ասես դիր քո բերած միսը այս ժայռի վրա։ Ժայռը ինչի խորհրդապատկերն է։ Մենք ունենք միայն մի բան, թե Հիսուսի, թե իր խոսքի։ Մենք մի բան ունենք, որ ժայռի նման է ու տեղից չի շարժվում։ Դա Աստվածաշնչյան խոսքն է, որ քանի հազարավոր տարիներ ինքը գրվել է ու ոչ մի բառ չի փոխվել դրա մեջ։ Չգիտեմ դուք այդպիսի ապացույցներ ունեք, ես ունեմ այդպիսի ապացույցներ, որ Աստվածաշնչյան խոսքը չի փոխվել, ինքը նման է ժայռի։ Ու այն մարդը, որ կանգնում է այդ ժայռի վրա, այս աշխարհում ինչ տեսակ փոթորիկ է լինի իր կողքով անցնում։ Նկատել եք, որ ծովի ալիքները միշտ խոնարհվում են ժայռերի առաջ։ Այս ժայռերը, չգիտեմ, գիտնականները ասում են, որ միլիոնավոր տարիների կամ հազարավոր տարիների ընթացքում են մաշվում։ Իհարկե միլիոնավոր տարիների հարցում իրենք խիստ սխալվում են, բայց հազարավոր տարիների մեջ գուցե ինչ-որ բան էլ մաշվում է, բայց Աստծո խոսքը միայն կատարվում է, չի մաշվում։ Ու ինքը չի փոխվում։ Գիտեք ինչու՞։ Որովհետև հեղինակը չի փոխվում։ Ինքը ամենակարող Աստված, որ ինքը կարա իր խոսքը պահի այնպես, որ ոչ մի բան չփոխվի այդ խոսքի մեջ։ Շատ մարդիկ են փորձել թե աղավաղել խոսքը, թե փոխել Աստվածաշունչը, թե վերացնել Աստվածաշունչը, դա իրենց չի հաջողվել։ Դրա համար ամենակարևոր բանը, որ կանես քո կյանքում, քո անձի նվիրումը, երբ որ կբերես, անպայման այդ նվիրումը կատարիր Աստվածաշնչյան խոսքին համապատասխան։ Չանես իմիջիայլոց, ինչ որ ձևով, թող լինի այդ զոհաբերության նման, ինչպես հրեշտակը ուղղեց, ասես դիր ժայռի վրա։ Դրեց ժայռի վրա չէ Գեդեոնը, ու հասնել դրեց հրեշտակի ասածի նման։ Ինքը դեռ չգիտեր, որ հրեշտակի հետ է խոսում։ Գիտեր ինչ որ մարդ է եկել իր մոտ։ Մեկ էլ գրված է հրեշտակը գավազանը երկարացրեց, գավազանը Աստվածաշնչում ինչի խորհրդապատկերն է։ Ու շատ հաճախ դուք կտեսնեք երկարացվող գավազան։ Մովսեսը երկարացրեց գավազանը ծովի վրա, ծովը ճեղքվեց։ Այդ գավազանը խփեց ժայռին, ժայռից ջուր դուրս եկավ։ Երբ որ Եղիսեն իր աշակերտին ուղարկեց մի երեխայի հարություն տալու, հիշում եք այդ դեպքը։ Տվեց իր գավազանը, ասեց վերցրու գնա ու կդնես երեխայի վրա։ Իհարկե Գեզին չկարողացավ այդ հրաշքը գործել, բայց Եղիսեն եկավ այդ հրաշքը գործեց։ Բայց այդ արկի որ գավազանը անընդհատ խորհրդապատկերել է իշխանությունն նոր կտակարանում էլ, հին կտակարանում էլ։ Ու այս որ գրված էր գավազանը երկարացրեց ու կպավ, մի պահ փորձիր համեմատել քո հետ, որ ամեն խորհուրդները ես չբացեմ։ Պատկերացրու դու ես բերել քո անձը, Աստծո խոսքի համեմատ նվիրատվություն ես անում Աստծուն։ Աստծո կողմից մի հատ գավազան է իջնում ու կպնում է քեզ։ Դա Աստծո իշխանությունը, երբ որ գալիս է քո կյանքի վրա, չի խոսում արդյոք հնազանդության մասին։ Երբ որ Աստծո իշխանությունը դու ընդունում ես քո վրա, ժայռից կրակ է դուրս գալիս ու վառում։ Գրված է, որ կրակը բխեց, առաջացավ ժայռից։ Գրված չի երկնքից իջավ, ուրիշ զոհասեղանների վրա երկնքից էր իջնում։ Այս դեպքում դուրս եկավ ժայռի մեջից։ Չգիտեմ, քո սիրտը Աստծո նկատմամբ սառած եղել է հեչ։ Հեչ մտածել ես, որ քո սիրտը գուցե այսօր է սառած Աստծո նկատմամբ։ Ես քեզ ջերմության աղբյուրը կարող եմ ասել։ Քո ձեռքում կա մի գիրք, որ այն ժայռն է, որը երբեք չի փոխվում։ Դուրս է եկել կենդանի, ճշմարիտ, միակ Աստծո բերանից։ Դու եթե քո անձը դնես դրա վրա, հաստատ այնտեղից կրակը պիտի դուրս գա ու կպնի քեզ, ու պիտի վառի ու ջերմացնի, ու այն բոլոր բաները, որոնք խանգարում են, հեռացնի։
Ինչ տեղի ունեցավ։ Գրված է, որ ժայռից կրակ դուրս եկավ ու վառեց, կլանեց կարծես թե կուլ տվեց, կերավ այդ ամբողջը։ Միսն էլ հացն էլ, որ դրված է ժայռի վրա։ Երբ որ դա տեղի ունեցավ, գրված է հրեշտակը հեռացավ նրա աչքերի առաջից, ինչպես սա տեղի ունեցավ գրված չի։ Գուցե անհետացավ, գուցե էլի մի բան, բայց հենց մենակ այս կրակի դուրս գալը ժայռից մեծ հրաշք էր Գեդեոնի համար։ Այնքան որ Գեդեոնը ճանաչեց, որ ինքը Աստծո հետ է խոսել։ Նկատում եք շարունակությունը ինչ ասում 22-րդ խոսքը, նայեք ինձ հետ։ Գեդեոնը տեսավ, որ նա Տիրոջ հրեշտակն է, ու Գեդեոնը ասաց. «Օհ Տեր Եհովա», որ Տիրոջ հրեշտակը 3x3 տեսա։ Մարդը տեսներ Աստծուն կամ Աստծո հրեշտակին, հանդիպում ունենար այդպիսին։ Հիմա նոր կտականում մարդիկ հանդիպումներ են ունենում Աստծո հետ ու արհամարած են լինում հաճախ այդ հանդիպումները։ Բայց այս մարդու մեջ վախ առաջացրեց դա։ Այս մարդու մեջ սթափություն առաջացրեց։ Ինքը մի հատ ցնցվեց։ Ինքը չի ասում ինչ տեղի ունեցավ իր հետ, բայց ինքը ցնցում ապրեց դրանից։ Տեսեք ինչ ասում. «Օ Տեր Եհովա», որ Տիրոջ հրեշտակը 3x3 տեսա։ Կարծես թե շփոթված էր ինքը։ Բայց Աստված, որ կարդում է մարդկանց մտքերն ու սրտերը, հասկացավ ինչա մտածում էր ժամանակ Գեդեոնը։ Իր մտածածին համապատասխան պատասխան տվեց Աստված։ Եթե այդ պատասխանը չլիներ, մենք կարող է չհասկանայինք Գեդեոնի սրտում ինչա կատարվում։ Բայց Աստծո խոսքը հենց այնպես չի, նա խոսում է այնպես, որ այդ մարդու սրտին ինչ-որ մի բան բերի։ Նայեք ինչա գրված. «Բայց Տերը նրան ասաց. խաղաղություն լինի քեզ, մի վախեցիր, պիտի չմեռնես»։ Գեդեոնի վախը սա էր, որ ինքը հանդիպել է Աստծո հետ, ինքը պիտի մեռնի։ Ով կարա տեսնի Աստծուն ու կենթանի մնա։ Աստծո հրեշտակին հա տեսել ինքը պիտի մեռնի։ Բայց ասաց. խաղաղություն լինի քեզ, մի վախեցիր, պիտի չմեռնես։ Մի քիչ հետո խաղաղությունից կխոսեն։ Տեսեք 22-րդ խոսքում այս ցնցումը, որ ապրեց Գեդեոնը, սա նշանակում էր, որ ինքը ճանաչել է Աստծուն, որ ինքը հանդիպել է Աստծո հետ։ Ցանկացած մարդու կյանքում սա տեղի ունենում։ Եթե դու իսկապես հանդիպես Աստծո հետ, դու չես կարող անտարբեր մնալ։ Աստված գաղափար չի, Աստված անձնավորություն է։ Ինքը կարա կանգնի քո առաջ, ինքը խոսի քեզ հետ, հանդիպի քեզ հետ, կարա ազդի քո հոգու, քո մտքի, քո ներքին աշխարհի վրա։ Եվ գիտեք, քրիստոնեական կյանքը իրականում սկսվում է հանդիպումից։ Այստեղ ովքեր են հանդիպում ունեցել Հիսուսի հետ։ Իմ կյանքը փոխվել է առաջին հանդիպումից հետո։ Ես եղել եմ մարդ, որ մասնակցել եմ հավաքույթների, որ գնացել եմ, երգել եմ, աղոթել եմ, ինչ այս արել եմ, բայց դա իմ կյանքի փոփոխությունը չի բերել։ Առաջին հանդիպումը, երբ ես եկեղեցում էլ չէի, երբ ես մենակ էի տանը, այդ հանդիպումը ամեն ինչ փոխեց։ Աստված ինձ համար են գաղափար լինելուց, ես արևելյան կրոններ եմ ուսումնասիրելու, դրանց մեջ միայն գաղափարներ են։ Այնտեղ չկար հանդիպում Աստծո հետ։ Ու երբ որ եկա քրիստոնեության մեջ հանդիպեցի, այդ բոլորը դարձավ գոլորշի ինձ համար։ Ցնդեց կարծես թե։ Իրականում քրիստոնեական կյանքը սկսվում է հանդիպումից։ Եթե չկա հանդիպում, չկա քրիստոնեություն։ Ոչ մի մարդ չի ծնվում քրիստոնյա։ Ոչ մի մարդ մեռոնով կամ ջրով ոչ մի բանով չի դառնում քրիստոնյա։ Մարդը քրիստոնյա դառնում է միայն Քրիստոսի հետ հանդիպումից հետո։ Դրա համար եթե դու դեռ չես ունեցել հանդիպում, ձգտիր այդ հանդիպմանը։ Ու այդ հանդիպումը անպայման մեծ փոփոխություն կբերի։ Հանդիպումը բերեց նրան, որ Գեդեոնը հասկացավ ինքը ում հետ գործ ունի։ Գիտեք ինչքան մարդիկ գիտեն ուղակի, գիտելիք որպես գիտեն Աստծո մասին, բայց հանդիպում չունենալու պատճառով իրենք այս վախի զգացումը չեն ապրում։ Աստվածաշունչը հենց սկզբից մինչև վերջ խոսում է Աստծո վախի մասին։ Ով իսկապես Աստծո վախի թրթիռով իր սրտում ապրում է երկրի վրա։ Աստված ասում է. ես հավատում եմ իմ խոսքից դողացողին։ Կարդացել եք Եսայի մարգարեություն 66-րդ գլխում։ Գրված է. ես հավանում եմ իմ խոսքից դողացողին։ Այսօր մարդիկ կարդում են, այնքան անտարբեր են։ Կարդում են սուտ մի խոսիր ու գնում սուտ են խոսում։ Կարդում են մի բան ու գնում մի ուրիշ բան են անում։ Ինչու է այս անտարբերությունը։ Ասեմ արմատը, չկա հանդիպում։ Չկա հանդիպում, ձգտիր հանդիպման։ Իսկ հանդիպման համար դու մի միջոց ունես։ Աստծո խոսքը, որի վրա պիտի բերես քո անձը, ու կրակը դուրս կգա ու կվառի ու դու կտեսնես այդ հրաշքը։ Թող իր անունը փառավորվի։ Սա բոլոր մարդկանց համար է, սա յուրահատուկ մարդկանց համար չի։ Եթե 5 տականում սա Գեդեոնի համար էր, դրանից առաջ Մովսեսի համար էր, որ կրակի մեջ պիտի տեսներ Աստծո հրեշտակին, ու ելի ինչ որ մարդկանց նոր տականում այդպես չի։ Բոլորի համար է։ Կարդացել եք առաջ Կորինթացիների առաջի գլխում, մենք կանչված ենք Հիսուսի հետ հաղորդակցության։ Այսինքն չկա Հիսուսի հետ հաղորդակցությունը, որոնց չկա քրիստոնեությունը։ Կարդացեք ու վստահեք, երբ որ կարդում եք, հավատացեք, որ դա ճշմարտություն է։ Չգիտեմ ոնց ասեմ արդեն։ Աստված մեզ կանչել է հաղորդակցության։ Հալելույա։ Դուք հավատում եք դրան։ Աստված մեզ կանչել է հաղորդակցության, Հիսուսի հետ հաղորդակցության։ Աստված մեզ կանչել է նվիրվել Հիսուսին ու նրա կրակով վառված հաղորդակցություն ունենալ։ Դու չես կարող անտարբեր լինել, երբ որ այդ հաղորդակցությունը ունենաս։ Եկեք շարունակենք։ Այս վախը, որ առաջացավ Գեդեոնի մեջ, բերում է որոշակի գործողությունների։ Գեդեոնը անմիջապես դրանից հետո սարքեց զոհասեղան, որովհետև եթե դու իսկապես հանդիպում ունենաս Հիսուսի հետ, դու չես կարող նվիրում չապրել։ Իմ առաջին հանդիպման ժամանակ Հիսուսը ինձ հարցեր էր տալիս։
ու ես ոչ մի հարցի չէի կարողանում պատասխանել։ Գիտեք ինչու՞։ Որովհետև հնարավոր չի նրա ներկայության մեջ մերժել իրեն։ Նրա ներկայությունից հալվում է ներսիտ աշխարհը։ Մոմը տեսել եք ոնց է կրակի մեջ հալվում։ Այդձև հալվում է մարդու ներքին աշխարհը, փլվում է ուղղակի ամեն ինչ։ Ու հանկարծ մարդը մեկ էլ կանգնի Աստծուն ասի, չէ՞, չի կարողանում ուղղակի։ Մեկ մարդիկ հարցնում են, ասում են երկնքում մեղ գործելու ենք։ Պատկերացնում եք նրա ներկայության, քաղցրության, այդ ամեն ինչի մեջ, եւ քո ներսը կատարյալ հալված կլինի։ Դու հələ մտածես մեղքի մասին, չի լինելու դա։ Հնարավոր չի դա ուղղակի։ Դրա համար անմիջապես Գեդեոնը նվիրում ապրեց։ Զոհասեղան սարքելը միշտ նվիրման խորհրդապատկերն է։ Տեսեք ինչ է գրված 24-րդ խոսքում։ Եվ Գեդեոնը այնտեղ Տիրոջը սեղան շինեց։ Ես չգիտեմ, հենց այդ գիշերը սարքեց, մյուս օրը սարքեց, բայց գրված է, որ հենց այդ տեղում սարքեց։ Ու Գեդեոնի ռեակցիան, այդ վախի զգացումը այնքան բուռն էր, որ չի կարելի մտածել, թե ինքը ինչ որ օրեր բաց թողեց նոր նվիրում ապրեց։ Նայեք ինչ է գրված, եւ Գեդեոնը այնտեղ Տիրոջը սեղան շինեց ու նրա անունը Եհովա Շալոմ կոչեց, որը մինչև այսօր Աբիեզերյան եփրայի մեջ դրված է։ Այս որ գրված է լինում միշտ մինչև այսօր, նշանակում է, որ հեղինակը, երբ որ գրել է այս գիրքը, այդ ժամանակ կանգնած է եղել այդ սեղանը։ Բայց չի նշանակում, որ մինչև մեր օրերը։ Հասկանալի եմ ասում։ Գեդեոնը այնտեղ Տիրոջը սեղան սարքեց ու նրա անունը Եհովա Շալոմ կոչեց։ Շալոմ բառը նշանակում է խաղաղություն։ Եհովան իմ խաղաղությունն է, կամ Եհովայի խաղաղությունը, ինչպես ուզում եք անվանեք, բայց այս զոհասեղան էր, որ խաղաղության զոհասեղան էր։ Խաղաղություն, որ ասում ենք մենք ինչ ենք հասկանում։ Մի պահ նորից եկեք դառնանք Գեդեոնին։ Գեդեոնը ներքին տագնապ էր ապրում։ Վախ որ հեսա կմեռնի, մեկ էլ Աստված ասում է խաղաղություն քեզ։ Այսինքն ինչ։ Սա հաշտության ձեռք մեկնում էր Աստծո կողմից։ Սա այն չէր, որ հանգստացի, հանդարտվի, դա երկրորդ իմաստն էր։ Բայց առաջին իմաստը սա էր, որ հանգիստ չես մեռնելու։ Մի հատ հաշտության ձեռք մեկնեց կարծես թե։ Այս վախը շատ հավանող բան է, ուզում եմ մի քիչ էլ վախի մասին ասեմ։ Նախ Գեդեոնը այս երկրորդ զոհը ինքը կատարեց վախից ելնելով։ Հակոբոսը ասում է, դևերն են հավատում, որ Աստված կա ու սարսափում են։ Գիտեք ինչու է Հակոբոսը այդ գրում երկրորդ գլխում մի թղթի, որովհետև խոսում է մարդկանց մասին, ովքեր հավատքով չեն ապրում, ովքեր վախով չեն ապրում Աստծո։ Միշտ մեղքը մարդու կյանքից հեռացնողը Աստծո վախն է, Աստծո ներկայության զգաստությունը։ Երբ որ մարդը շատ սիրո, չգիտեմ ինչի մեջ է ապրում քաղցրության, բայց չունի վախի զգացում, ինքը նմանալնում են երեխային, որ ամենալավ բառը երևի երեսառածն է, նմանալնում երեսառած երեխայի։ Ինքը թե օգտվում է հոր ունեցած բարիքներից, թե կարողանում է ամեն տեսակ չարություններ գործել։ Ասում է դե հայրս կների, դե իմ հայրն է ինձ սիրում է, բայց այդ հայրը նաև շատ խիստ է ու գրված է որ անաչառը դատելու։ Ես այս բառից միշտ վախ եմ ապրում։ Գրված է եթե հայր են կոչում նրան, Պետրոս Սարաքյալն է գրում իր առաջի թղթի առաջի գլխում, ասում է եթե հայր են կոչում նրան, որ առանց աչառության պիտի դատի բոլորին, առանց աչառության, այս արտահայտությունը միթե վախ չի առաջացնում, զգաստություն չի առաջացնում։ Դու իսկապես որդի ես, ու իսկապես ներված են քո մեղքերը այսօրվա դրությամբ, բայց գիտեք որ անկախ նրանից մենք որդի ենք թե չէ պիտի դատվենք։ Այդպես է խոսում խոսքը։ Եթե հայր ենք անվանում նրան, որ առանց աչառության պիտի դատի, ու երբ որ կանգնենք դատարանի առաջ, անհավատ, հավատացյալ, բոլորին նույն խոսքով, նույն չափանիշներով ինքը պիտի դատի։ Ինքը չի հարցնելու, գիտես դու, որ ինձ հավատում էիր, աղոթում էիր, ուրեմն լավ ես արել մեղքես գործել, sense բան չի լինելու։ Ոչ էլ կարող եմ ասել դե իմ հայրն է, մի բան կզիջի այնտեղ դատարանում։ Այստեղ երկրի վրա դատավորները, երբ որ իրանց երեխաներին դատեն, չեն էլ դատում, այդպեսի բան չի լինում։ Դասավորում են միշտ ինչ-որ մի բան, բայց եթե ամեն մեկը իր երեխային դատի, ինչ-որ մի բան էլ մեջը կանի աչառություն, չէ՞։ Բայց մեր հոր համար գրված է անաչառ։ Եթե ինքը մի փոքրիկ աչառություն անի հանկարծ, ինքը անարդարություն կգործի, ինքը մեղք կգործի։ Դա համար Աստված կատարյալ արդարության մեջ։ Եթե մարդը իսկապես հավատում է այսպիսի Աստծո, ինքը չի կարող վախի զգացում չապրել։ Վախի զգացմանը հետևում է հաջորդ քայլը՝ նվիրատվությունը, քո անձի նվիրումը, քո կյանքի նվիրումը։ Եվ դա ոչ թե Աստված մեզ շատ ուզում է ունենա, որ չգիտեմ ինքը դրանից լավ ազգում, այսպիսի բան չկա։ Ինքը իհարկե լավ ազգում, որ մենք ճիշտ դիրքի մեջ ենք լինում, ճիշտ վերաբերմունքի մեջ ենք լինում, բայց ինքը էգոիստական ցանկություններից չի ուզում մեր ունենա, այլ մեր օգուտի համար է ուզում մեզ ունենա։ Որովհետև եթե մենք իրենը չլինենք, սատանային ենք լինելու։ Եթե իր մոտ չգնանք, դժոխք են գնալու, ուրիշ երրորդ տարբերակը գոյություն չունի։ Ու շատ են հաճախ այս աշխարհում գաղափարները, որոնք խափում են մարդկանց միտքը։ Գիտեք, այստեղ Աստված առաջինը խոսեց, երբ որ Գեդեոնը ընկավ ցնցման մեջ, մի պահ ցնցում ապրեց, որ ինքը ինչպես հանդիպեց Աստծո հետ ու սա վախ առաջացրեց, այդ վախի տագնապի մեջ էր, Աստված առաջինը խոսեց, ասեց խաղաղություն քեզ։ Կարծես ձեռք մեկնեց խաղաղության։ Գիտեք, որ մենք ծնված չենք եղել, Աստված իր խաղաղության ձեռքը արդեն մեկնել է մեզ։ Բացեք նոր կտակարանը ինձ հետ, Կողոսացիների թուղթը առաջին գլուխը, 20-րդ խոսքում կարդում եմ.
Նրանով բոլորին հաշտեցնի իրեն հետ, խաղաղություն անելով նրա խաչի վրա թափած արյունով։ Կարդում եք ինձ հետ։ Եվ նրանով բոլորին հաշտեցնի իր հետ, խաղաղություն անելով նրա խաչի վրա թափած արյունով։ Հիսուսը խաչի վրա արյուն թափեց մեր Աստծո հետ հաշտվելու համար։ Ուրիշ ոչ մի կրոնում այսպիսի բան չեք գտնի։ Բոլոր կրոնները ասում են բարիք գործիր, որ գնաս Աստծո մոտ։ Բոլորովին այդպիսի ճանապարհ չկա, դա խաբկանք է, ստություն։ Ընդունիր Հիսուսի խաչը։ Քո անձը բեր Հիսուսի խաչի վրա, նույն նվիրատվությունը ապրիր, նույն զոհաբերությունը, նվիրվիր, ու դու հաստատ կգնաս Աստծո մոտ։ Դա կապված չի քո գործերից, դու բարիք ես գործում թե չարիք։ Այ երբ որ դու նվիրվես, նոր դու չես կարող չարիք գործել, երբ որ դու հավատքով ապրես։ Դա համար առաջին հերթին քեզ կարիք կլինի նվիրաբերում։ Աստված առաջինը գործեց այս խաղաղությունը։ Ինքը հաշտության ձեռք մեկնեց մարդուն, իր որդուն զոհաբերեց։ Աստված ինքը դա արեց շատ թանկ գնով, այդ խաղաղությունը, հաշտությունը, մարդ Աստված հաշտությունը, որը քանդված էր, խախտվել էր մեղքի պատճառով, առաջին ձեռք մեկնողը եղավ Աստված։ Ու գրված է իր որդուն զոհաբերեց նրա համար, որպեսզի ամբողջ մարդկությունը փրկություն ունենա։ Այդ զոհը ամբողջ մարդկության համար էր, բայց նրանք են փրկվում, ովքեր իրենց մեկացնում են Հիսուսի խաչի վրա, ովքեր իրենք էլ նվիրաբերում են ապրում Աստծուն։ Աստված տվեց իր ամենաթանկը, զոհասեղանի վրա դրեց իր ամենաթանկը։ Երբ որ դու էլ քո անձն ես դնում զոհասեղանի վրա, մենք իրար հետ մեկանում ենք նույն խաչի վրա Աստծո հետ, որովհետև Հիսուսը խաչի վրա մահացավ։ Ու գրված է որ մենք էլ խաչի վրա պիտի մահանանք։ Սա ֆիզիկական իմաստով չի, սա խորհրդապատկերային իմաստով է, որ խաչի վրա պիտի ես մեռնեմ իմ ցանկությունների, իմ էգոիստական մտածելակերպի, իմ շահի, այն բոլոր բաների համար, որոնք մեղքի են տանում։ Ու այս դեպքում մենք իրար հետ Հիսուսի հետ կարող ենք հաշտության մեջ ապրել։ Հակառակ դեպքում մեղքը Աստծո դեմ թշնամություն է։ Ու գրված է որ էգոիստական մտածելակերպը Աստծո դեմ թշնամություն է, նույնիսկ մտածելակերպը Հռոմեացիների 8-րդ գլխում կարող եք կարդալ հետո։ Եկեք շարունակենք։ 24-րդ խոսքը նորից եմ կարդում։ Գեդեոնը այնտեղ սեղան շինեց, նրա անունը Եհովա Շալոմ կոչեց։ Եհովան իմ խաղաղությունը։ Եկեք մտածենք մի քիչ սրա մասին։ Չէ՞ որ այս նվիրումը, այս հարաբերությունը կարծես թե առաջացավ ճանաչելուց հետո։ Երբ որ դու կճանաչես, ով է Աստված ու ինչ գործ է արել քեզ համար, դու իսկապես այդ նվիրման ձգտումը կունենաս։ Ու երբ որ դու իսկապես այդ ձգտումը ունենաս ու մեկանաս նրա հետ խաչի վրա, անպայման դու կապրես ավելին, փրկությունը կապրես։ Եկեք մի քիչ արագ անցնենք, որովհետև շարունակության մեջ հետաքրքիր բաներ կան։ Եվ նույն գիշերը Տերը նրան ասաց. 7 տարեկան երկրորդ զոհարակահար եւ քո հորդ ունեցած Բահաղի սեղանը փլիր ու մոտի աստարով թե կտրիր եւ այս ապառաշ քարի գլուխը օրինավոր կերպով քո Տեր Աստծոց սեղան շինիր։ Ու երկրորդ զոհարակահար ու քո կտրած աստարովտի փայտերով ողջակեզ արա։ Եվ Գեդեոնը իր ծառաներից 10 մարդ վերցրեց եւ Տիրոջը իր ասածին պես արեց։ Ու իր հոր տնից եւ քաղաքի մարդկանցից վախենալով այս բանը ցերեկը անելու գիշերը արեց։ Հետաքրքիր է, մի անգամ բերեց հրեշտակին ու վառեց։ Երկրորդ անգամ վախից մի հատ էլ արեց, ու Աստված այս խաղաղություն քեզ ինքն էլ այդ զոհասեղանի անունը դրեց Եհովա Շալոմ։ Շալոմ նշանակում է խաղաղություն, մինչև մայլ այդպես իրար բարևում են, չէ՞։ Բայց գրված է նույն գիշերը, այդ օրը որ այդ զոհը արել էր, Աստված խոսում է, ասում է մի հատ զոհ պիտի անես ինձ համար։ Ես արդեն իմ բարերով պատմում եմ։ Ասում ուրեմն կվերցնես քո հորդ 7 տարեկան այդ հորթը, այդ արդեն հորթ չի երևի, 7 տարեկան է։ Ասում կփլես այն զոհասեղանը, որ սարքած է Բահաղի համար, կուրքերի համար։ Հետո ասում մոտի աստարով թե կկտրես, երևի բացատրեմ, Բահաղը ասեցի դա պտղաբերության աստվածն էր հեթանոսների մեջ, Իսրայելի հարևան պետությունների։ Աստարովտ բառով երկու աստված է եղել։ Հավանաբար մեկին կարող ենք հանգիստ թողնել, դրա մասին չի խոսքը։ Այստեղ եթե Բահաղ եւ Աստարովտ իրար հետ է խոսվում, հեթանոսական այդ դիցաբանության մեջ Աստարովտը Բահաղի կինն էր, որը էլի նույն պտղաբերության ինչ որ այդպիսի մի աստված էր։ Ընդհանրապես այսպես էր կատարվում։ Բահաղի համար իրենք մի սեղան էին սարքում, զոհասեղան, որի վրա զոհ էին մատուցում։ Աստարովտը կողքին մի ծառ էին աճեցնում, կամ այդ ծառի կողքին էին բերում դնում։ Այդ ծառը անվանում էին Աստարովտ, Բահաղի կարծես թե կնոջ անունով, իրենց դիցաբանությունով։ Ինչ աստվածներ են, որ ամուսնանում են, երեխան ունենում, չգիտես, այսպիսի բաներ։ Դրանք աստված չեն։ Երբ որ դու ճանաչում ես ճշմարտությունը, նույնիսկ ծիծաղ է գալիս դրանց վրա։ Գրված է, որ այդ կողքի աստարով թե կկտրես այդ ծառը, հաճախ ոչ թե դրա ծառ էր լինում, այլ լինում էր մի գերան, սյուն կամ չգիտեմ, այդպիսի մի բան կանգնեցնում էին փայտից, որի կողքին այդ զոհը մատուցում էին Բահաղին։ Այսպես իրար հետ էր միշտ զուգահեռ էր գնում։ Հիմա Աստված հետաքրքիր բան ասում։ Ասում է գնա այդ սեղանը փլիր, կողքի աստարով թե կտրիր։
Հետո ասում եմ, որ այդ 10 տարովթի այդ կտրած այդ գերանի կամ ծառի հայտերով վառիր այն զոհը, որ ինձ համար ես անում։ Այդ քո հոր 7 տարեկան այդ եզը վառիր ինձ համար, զոհարա ինձ համար։ Ուրեմն Գեդեոնը 2 զոհ էր կատարել։ Ու արջևում մեծ գործ ունեին իրենք անելու։ Աստծո հետ մեծ գործ կար անելու։ Աստված Գեդեոնին որոշել էր, որ ինքը զորք պիտի հավաքի ու գնա թշնամուն հաղթելու։ Բայց Աստված նայում էր Գեդեոնին ու տեսնում էր, որ իրենց համագործակցության մեջ խանգարող բան կա։ Ու մեկ էլ ասեց, հա, ես քեզ կանչել եմ, կարծես թե, ես քեզ կանչել եմ իմ գործը անելուն։ Բայց չէ, դու ես զոհը մինչև չանես, մենք այդ գործը չենք անելու։ Ես մի քիչ ուրիշ ձևով եմ պատմում, որ միտքը հասկանալի լինի։ Դառնում է հասկանալի։ Եկեք շարունակենք։ Ու մեկ էլ ասում է, սա է ինձ խանգարողը։ Քո կյանքում զոհասեղան կա, որը փլելու կարիք կա։ Եկեք իսկապես անկեղծորեն նայենք մեր կյանքին, որքան զոհասեղաններ կան։ Մեր կյանքում մենք ինչքան բազմազան բաների ենք նվիրվում հաճախ։ Ու հաճախ Աստծո գործը անելուն, Աստծո համար մի լավ բան անելուն։ Մեր կյանքում ինչքան սիրելի բաներ կան, որոնք խանգարում են։ Մեր ժամանակն են խլում, մեր կյանքի էներգիան են խլում։ Մենք ավելի շատ մեր ուժերը ներդնում ենք մի ինչ-որ տեղ, ինչ-որ հաճելի, ինչ-որ մի ուրիշ բանի, շահի բաժնում, քան թե Աստծո գործի մեջ։ Կա այդպիսի բան։ Կարող է մի բան շատ հաճելի լինի, բայց դա կարող լինի այդ բահաղի կոչված զոհասեղանը, կամ քո կյանքի այն զոհասեղանը, որը Աստված մատը դնի վրան ասի ու փլիր սա։ Ուզում ես Աստծո համար գործ անես, Աստված քեզ հաստատ կանչել է որևէ գործ անելու իր համար։ Ու դու մինչև հիմա գուցե շատ զոհաբերություններ ես արել Աստծուն, շատ նվիրում ես ապրել աղոթքի մեջ, բայց երբևէ նայել ես, որ Աստված մատը որ զոհասեղանի վրա կդնի քո կյանքում։ Որը կասի քանդիր ու մի հատ օրինավոր ձևով սարքիր։ Կարդացիք, գրված է, որ բաղի սեղանը փլցրու, աստարով թե կտրատիր, ու այս ժայռի վրա, նկատում եք նորից ժայռի վրա, քո Տեր Աստծոդ համար օրինավոր ձևով, այն կարգը, այն ձևը, որ Աստված ա դրել, այդ ձևով մի հատ զոհասեղան սարքիր։ Մենք իրականում այս գործը անում ենք աղոթքի մեջ, որովհետև ուրիշ տեղ չենք կարող անել։ Ու հետարքիրը ինչն է, որ Աստված դժվար բաներ ցույց տալիս, այնքան դժվար, որ Գեդեոնը վախեցավ դա ցերեկով անելու։ Նայեց, որ դա իր հոր տան կուռքն է։ Նայեց, որ դա այս քաղաքի ժողովուրդը ինչ կասեն, եթե ես այդ սեղանը փլեմ, այդ աստարով թե կտրատեմ։ Որովհետև հայրս իր տանը մի հատ կուռք է սարքել, իր գուցե այգում, չգիտեմ, մեր լեզվով ասած իր բաղջում, մի հատ կուռք է սարքել, մի հատ զոհասեղան է սարքել, ու դրա վրա քաղաքի ժողովուրդը զոհ են մատուցում։ Հիմա պատկերացրու, որ քաղաքի ժողովրդի համար ինչն է Աստված։ Աստված ասում է դա քանդիր։ Երբ որ քո կյանքում էլ կլինեն ինչ-որ բաներ, որ դու կքանդես, դու հաճախ վախ կապրես, բա կողքի մարդիկ ինչ կասեն։ Կանգնած կլինես ընտրության առաջ։ Ինչ անեմ, Աստծո ասած անեմ, թե այդ վախից ասած անեմ։ Վախը կասի մի արա, որովհետև դա քո հորն է։ Դա հեղինակավոր անձ է բերում։ Ու Իսրայելի մեջ գիտեք ինչքան մեծ նշանակություն ուներ հայրը։ Գուցե այսօր մենք նայում ենք մեր ժամանակակից 21-րդ դարին, ասում ենք ծնողներին ով է բան տեղ դնում 21-րդ դարում։ Այդպես էլ գրված Աստվածաշնչում, որ այդպես էլ կլինի վերջի ժամանակներում։ Բայց տեսեք, հрьяաների համար այդ ժամանակաշրջանում շատ կարևոր էր հասկանալ հորը հարգանքը, դա Աստծո օրենքով էլ էր տրված։ Ու մեկ էլ ասում է գնա քո հոր սեղանը փլցրու։ Ու Գեդեոնը դա արեց գիշերը, գրված այդ ծառաներից վերցրեց 10 ծառա։ Հետարքիր է, չէ, որ ասում է մեր ցեղի ամենաաղքատն եմ, բայց կարողացավ 10 ծառաներ վերցնի իր հետ։ Այդ ամենաաղքատը, դե պատկերացրեք այնտեղ հարուստները ինչպես էին ապրում ուրեմն այդ ժամանակ։ Գրված է իր ծառաներից 10 մարդ վերցրեց ու գնաց գիշերով այդ սեղանը փլցրեց, սեղանը սարքում էին քարից կամ էլ ինչ-որ մի բանից, քանդեց ուղակի, փլեց դա, աստարով թե կտրեց, հոր եզը վերցրեց, այդ եզին մորթեց ու մի հատ լավ կրակի վրա վառեց այդ աստարովթի կտորներով։ Մի բան ուշադրություն դարձրեք, այդ զոհաբերությունից հետո այդ կուռքից ոչինչ չմնաց։ Սեղանը փլված էր, աստարովթը վառված էր, ոչինչ չմնաց այդ զոհաբերությունից հետո։ Երբ որ քո կյանքում էլ կուռքից ոչինչ չի մնա, Աստված կարող է քեզ օգտագործի իր մեծ գործեր անելու համար, իր համար շատ կարևոր գործեր անելու համար։ Գուցե դու մինչև հիմա շատ ես արել զոհաբերություն, ոչ թե երկուսն ես արել, ինչպես Գեդեոնը արեց միանգամից 2 զոհ, այլ մի 10, 20, չգիտեմ, արդեն քանի տարի հավատքի մեջ ես ու ամեն անգամ աղոթքի մեջ նվիրում ես ապրում։ Գուցե այսպես ես արել, բայց երբևէ մի անգամ գոնե հարց տուր Աստծուն։ Ասա ինչ զոհասեղան ցույց կտաս իմ կյանքում, որը փլելու կարիք կա։ Հավատացեք անպայման կա այդ զոհասեղանը։ Ու գուցե մեկը չի, երկուսը չի։ Կան աստարովթներ, որոնք պիտի կտրվեն ու վառվեն։ Մի գաղտնիք էլ ասեմ ձեզ, երբ որ Աստված պատվիրեց, որ Գեդեոնը այս զոհը կատարեր, զոհի համար մի բառ ասեց, որը մենք արդեն ուսումնասիրել ենք։ 26-րդ խոսքը կարդում ենք իրար հետ։ Եվ այս ապառաշ քարի գլուխը
օրինավոր կերպով քո Տեր Աստծուց սեղան շինիր ու երկրորդ զոհարակը վերցրու եւ քո կտրած աստարովտիդ փայտերով ողջակեզ արա։ Հիշում եք այս զոհը մենք ուսումնասիրել ենք իրար հետ։ Չասեց ուղակի զոհ արա, ասեց ողջակեզ արա։ Երբ որ դու կնկատես կամ Աստված քո կյանքում ցույց կտա, ուշադրություն դարձեք առաջի երկու զոհը Գեդեոնը արեց իր կամքով, երրորդ զոհը Աստված պահանջեց, ասեց այս զոհը դու պիտի անես։ Մենք հաճախ մեր կամավոր նվիրումները կապրենք Աստծուն, բայց մեկ-մեկ հարցրեք, ասեք Տեր, դու ինչ ես ուզում որ քեզ նվիրենք։ Կյանքիս որ բաժինն է որ դեռ քեզ նվիրված չի։ Ու անկեղծորեն նայեք Հիսուսին, աչքերդ փակի անկեղծորեն նայրին, դու հաստատ գիտես Աստված այդ պահին մատը որ զոհասեղանի վրա դրեց, որովհետև արժևում մեծ գործ կա անելու։ Եթե դու միտք ունես Հիսուսին նվիրվելու, մի նվիրվի նրա համար, որ դու հաջող կյանք ունենաս, շատ փող ունենաս։ Գրված է այդպիսի մարդիկ բոլոր մարդկանցից ավելի խղճալի են։ Բոլոր մարդկանցից ավելի խղճալի են։ Նվիրվի նրա համար, որ դու Աստծո գործ անես, որ հետո կանգնես երկնքում Աստծո առաջ առանց ամոթի, որ կարողանաս նայես Հիսուսի աչքերին այն ժամանակ, երբ որ ինքը կգա ու ուրախանաս դրանով։ Դու գիտես, որ Հիսուսը պիտի գա։ Հալելույա։ Դա կարևոր մեր հույսն է։ Արժևում մի կարևոր գործ ուներ Գեդեոնը։ Ինքը պիտի հաղթանակ տաներ թշնամու դեմ։ Թշնամին տարիներ շարունակ լծիտակ էր պահել Իսրայելը ու հանկարծ ինքը պիտի հաղթանակ տաներ այդ թշնամու դեմ։ Բայց այդ հաղթելուն խանգարող արգելք կար։ Այդ արգելքը պիտի վերացվեր ու մի հատ ճիշտ նվիրում պիտի ապրեր։ Կարծում եմ Աստծո Փոքին շատ բան է խոսում քո սրտի հետ։ Սա իրականում հաղթանակ էր շրջապատի մարդկանց կարծիքի վրա։ Սա հաղթանակ էր սեփական վախի վրա առաջին հերթին։ Ինքը պիտի իր ներսում հաղթեր մարդկանց կարծիքին ուշադրություն դարձնելը։ Իր համար պիտի իր ներսում ավելի կարևոր լիներ Աստծո կարծիքը իր համար։ Լավ, եւ երկրորդ ինքը պիտի կարողանար իր ներսում հաղթել ամեն տեսակ վախեր։ Եթե դուք շարունակեք կարդալ այս պատմությունը, ինչպես Գեդեոնը հետագայում հաղթեց, ինքը վախի առաջ շատ էր կանգնում։ Երբ որ 32,000-անոց զորք հավաքեց, ինքը ուրախացավ։ Հետո Աստված մի բան անել տվեց, որ այդ զորքի քանակը իջավ մինչև 300 մարդ։ Ինքը նայեց, որ 300 մարդով պիտի մի հսկա բանակ հաղթի, նորից ընկավ վախի մեջ։ Ու ինքը էլի վախի մեջ էր, դրանից առաջ էլ վախի մեջ ընկավ, երբ որ ասեց Տեր, մի հատ էլ պիտի քեզ ստուգեմ, ու մի անգամ բրդի միջոցով ստուգեց Աստծուն։ Հիշում եք, ինչից էր, որ անընդհատ ստուգում էր Աստծուն։ Վախից էր։ Մեկ էլ Աստված խոսեց 7-րդ գլխում կատարված մի դեպքից եմ ասում Գեդեոնի կյանքի։ Աստված խոսեց Գեդեոնին, ասեց վերցրու ես 300 մարդը գնա պատերազմի։ Ասեց բայց չէ, մի հատ իջի իրանց բանակը, հետո կգնաս պատերազմի։ Ասեց ու եթե վախենում ես մենակ գնալու, քո ծառային հետդ վերցրու։ Այսինքն Աստված տեսնում էր, որ այս մարդը անընդհատ վախի առաջ էր կանգնում։ Այդ մեծ գործից առաջ ինքը վախի առաջ էր կանգնում։ Դու հավատում ես, որ Աստված քեզ կանչել է իր համար գործելու։ Ոչ թե ուղղակի հավատացյալ կոչվելու։ Մի օր կկորցնես, եթե ուղղակի հավատացյալ ես կոչվելու։ Մի օր հաստատ կկորցնես դա։ Աստված քեզ կանչել է գործելու, մեծ հաղթանակներ տանելու։ Ու եթե դու կմտնես իր գործի մեջ, առաջին հերթին քո ներսում պիտի հաղթանակ տանես։ Այս հաղթանակները երկուսն էլ մարդկանց կարծիքը հաշվի առնելը եւ սեփական վախին հաղթելը, դրանք երկուսն էլ եսի հետ կապված բաներ են։ Գուցե երբ որ դու դուրս գաս Աստծո գործը անելու քո առաջ այսպիսի վախ չկանգնի, ու մարդկանց կարծիքի հարց չկանգնի, թեև դա միշտ էլ մեր կյանքում պատահում է։ Գուցե մի ուրիշ տեսակ հարց կանգնի քո առաջ, որը կապված լինի նորից քո եսի հետ։ Մինչև դրան չհաղթես դու չես հասնելու հաղթանակի Աստծո մեջ։ Գիտեմ, շատ հաճախ մարդիկ իրենց կյանքում մեղքեր են ունենում ու պատերազմում են այդ մեղքի դեմ ու մի քիչ էլ տանջվում են ու չեն կարողանում հաղթանակի հասնել։ Գուցե կարիք կա այս շղթան անցնելու մի հատ։ Նախ մի հատ խաղաղության զոհասեղան սարքիր ու մեկացիր Հիսուսի հետ այդ խաղաղության զոհասեղանի վրա։ Երկրորդ, հարցրու Աստծուն ինչ զոհասեղան է ուզում քո կյանքում, որ փլես այդ զոհասեղանը։ Հետո նոր կատարիր, երբ որ կփլես այդ զոհասեղանը, ու էլ երբեք դրա կողմը չես նայի, որովհետև կան մարդու կյանքում հաճելի բաներ, սիրելի բաներ, որոնք խանգարում են անընդհատ Աստծուն մոտենալու։ Գիտեք չէ, դրանք հիմնականում 3-ն են։ Այսինքն բոլոր տեսակ խանգարող բաները Աստծուն մոտենալու, Աստծո գործն անելու ամփոփված են այս 3 բաների մեջ։ Մեկը այս աշխարհի հարստությունն է, նյութականը, փողը, որ մարդիկ այնքան են ձգտում փողին ու որ փողի պատճառով պատրաստ են ուրանալու ոչ միայն Աստծուն, իրար են ուրանում, պատրաստ են իրար սպանելու, որ հարստություն կամ փող կամ նյութական, ինչպես ուզում եք դա անվանեք, կամ մարդու կյանքում շատ մեծ ազդեցություն է ունենում։ Առաջին հերթին այս սեղանը փլեք, ոչնչացրեք։ Մի ուրիշ բան կա, մարդու պատիվ է կոչվում, կամ փառք, կամ ես է կոչվում մարդու մեջ, էգոիզմ, որ մարդը ամեն ինչ անում է դրանից ելած։ Մարդը կարա փողել տա, որ մենակ իր պատիվը բարձրանա, մարդը սուտ է խոսում մի պատվի համար, հանուն պատվի կարա մի ուրիշ մարդու սպանի, որովհետև մի մեծ զոհասեղան է պատիվը մարդու կյանքում։
Ու շատ հաճախ մարդը այդ զոհասեղանի վրա զոհաբերում է ուրիշ մարդկանց։ Այդ զոհասեղանի վրա զոհաբերում է ինչ որ բաներ, մենակ թե իր պատիվը վառվի, անընդհատ բարձր լինի։ Նոր Գտականում շատ բացասական է գրված դրա համար։ Գրված է մարդիկ ում փառքը, որ իրենց ամոթն է։ Մի ուրիշ տեղում գրված է, որ իրենց ամոթը բորբոքում են, փրփրացնում են, կարծես թե։ Այդ բաները բխում են փառքից։ Գուցե հիմա շատ չկանգնեմ դրանց վրա, բայց դրանք բխում են փառքից։ Եվ մի բան էլ դրանք հաճույքները, մարմնի ցանկությունները։ Այդ մի զոհասեղան է, որտեղ մարդիկ շատ զոհ են մատուցում։ Գիտեք, որ մարմնի ցանկությունների պատճառով մինչև պատերազմներ են առաջացել պետությունների միջև։ Եթե նայեք պատմությանը, այդպիսի բաներ էլ կգտնեք։ Մեկ էլ մի երկրի թագուհի սիրահարվում է մի ուրիշ երկրի թագավորի, չգիտեմ, սենց մի հատ ինչ որ խառը պատմություններ։ Ու ինչեր են մարդիկ սարքում դրա պատճառով։ Այսօր միացնում եք հեռուստացույցը, հենց դա է բխում։ Ընտանիքներ են քանդվում, սերիալները ցույց են տալիս, թե ինչ է կատարվում ընտանիքներում, ինչի պատճառով։ Մարմնական ցանկությունների պատճառով դա մեծ ու զորավոր մի հատ զոհասեղան է մարդկանց կյանքում, որ մարդիկ դրա պատճառով զոհում են իրենց հարազատներին, իրենց ծնողներին։ Պատկերացնում եք հանկարծ ծնողները իրենց երեխային ասեն, չէ, դա քո կյանքում թող չլինի, այդ տղան կամ այդ աղջիկը քո կյանքում չլինի։ Այդ ծնողին անմիջապես դնում են զոհասեղանի վրա։ Վառում են, ոչնչացնում իրեն, գնում են իրենց հարցը լուծելու։ Դրանք բաներ են, որոնք մարդու մեջ ուժեղ կրակ են առաջացնում։ Հիմա հասկանում եք զոհասեղանները ինչ բան են։ Երբ որ կանգնեք Աստծո առաջ, մի հատ անկեղծորեն պիտի նայեք սրանց։ Տեսնեք Աստված այս պահին որ զոհասեղանի վրա մատը կդնի, ասի փլիր սա։ Կտրիր այս աստարով թե այդ կուրքը, որի համար զոհ ես մատուցում։ Մի կարևոր բան էլ։ Այստեղ Գեդեոնը թեև վախենում էր, բայց ինքը հնազանդվեց Աստծուն։ Չէ՞։ Ինքը կատարեց այդ գործը։ Ճիշտ է, վախենում էր դա աներ ցերեկով, մարդկանց աչքի առաջ, բայց մեկը ինքը թեկուզ գիշերով, բայց արեց այդ զոհաբերությունը։ Ինքը գնաց քանդեց այդ սեղանը, կտրեց այդ աստարով թե, եզն էլ մորթեց, զոհը կատարեց, վառեց ամբողջովին, ողջակեզ արեց։ Առավոտյան մարդիկ վեր կացան, ասացին, հետո է մեր Աստվածը ոչնչացրել։ Ու շատ իմաստուն պատասխան տվեց Գեդեոնի հայրը։ Ասաց, եթե Աստվածը թող ինքը իրան պաշտպանի։ Բայց հավատում եմ, որ Գեդեոնը այս պաշտպանությունը ստացավ իրական Աստծո կողմից։ Ու եթե Աստվածը թող ինքը իրան պաշտպանի, ինչ եք դուք բարձրացել։ Այդ քաղաքի ժողովուրդը բարձրացել են, որ Գեդեոնին սպանեն հանկարծ, որովհետև իրենց Աստծուն բան ասել։ Բայց եթե Աստվածը թող ինքը իրեն պաշտպանի, շատ իմաստուն խոսք էր։ Դրա պատճառով մենք մեր Աստծուն չենք պաշտպանում, որովհետև ինքը իրեն լավագույն ձևով կարա պաշտպանի, իր անունը փառավորվի։ Ալելույա։ Եթե Գեդեոնը մինչև այս պահին Գեդեոնը կուրքի էր երկրպագել, որը չէր կարող ինքը իրեն պաշտպանել, մեր Աստվածը ինքը իրեն պաշտպանել գիտի։ Ալելույա։ Հնազանդությունը, մի պահ պիտի կանգ առնեմ հնազանդության վրա, որովհետև դա շատ կարևոր էր Գեդեոնի կյանքում ու նաև մեր կյանքում։ Դուք կարդում եք Աստվածաշունչը, որքան հաճախ եք հանդիպում հնազանդություն բառին։ Ես ձեզ մի գաղտնիք ասեմ, եթե դուք անկեղծորեն ձեր հայացքը ուղղեք ձեր սրտին, ամեն վարքյան դուք կանգնած եք հնազանդվելու կամ չհնազանդվելու ընտրության առաջ։ Ճիշտ եմ ասում։ Ամեն պահի։ Հենց մի հատ շարժում եք անում, հենց ուզում եք միտեղ գնալ, անմիջապես ձեր ներսում գալիս է Աստվածաշնչյան խոսքը, կամ Սուրբ Հոգին բերում է մի խոսք, մի հատ տրամաբանություն, ըստ որի դուք կամ պիտի հնազանդվեք, կամ պիտի չհնազանդվեք։ Ու մեր կյանքը կառուցված է հնազանդություններից եւ անհնազանդություններից։ Ես համարձակ եմ ասում, որովհետեւ գիտեմ, որ բոլորի կյանքում դա տեղի է ունենում։ Բայց մի կարևոր բան կա։ Եթե ուզում ես ավելի մոտենալ Աստծուն, քո անձի նվիրաբերումը առաջին հերթին պիտի հնազանդության նվիրաբերում լինի։ Որ առաջին հերթին որոշում կայացնես, ես պիտի ամեն ինչի մեջ հնազանդվեմ, առավելագույն պիտի հնազանդվեմ Աստծո կամքին։ Եվ Աստծո կամքին առաջին հերթին գրված խոսքի միջոցով։ Գիտեք, երբ որ խոսեց այստեղ Աստված Գեդեոնի հետ ինչ ասեց, ասեց այս ժայռի վրա։ Այս զոհը թեկուզ ինքն էր պատվիրում, բայց նորից ասեց այս ժայռի վրա օրինավոր ձևով մի հատ զոհասեղան սարքիր։ Ու Գեդեոնը այդ զոհը կատարեց հենց այդ ժայռի վրա։ Մենք ունենք այդ ժայռը, դու այսօր բռնել ես քո ձեռքում այդ ժայռը։ Տեսնում ես դա։ Այս հակ խոսեն, որ սա ժայռը իրենից ներկայացնում։ Այս աշխարհում փոթորիկներ են լինելու, հիշեք։ Բայց եթե դու հնազանդվես այս խոսքին, ու քո կյանքը զոհաբերես այս խոսքի վրա, երբեք այդ փոթորիկները քեզ խախտել չեն կարող։ Ինչ բան է երկնքի թագավորությունը, ով է հիշում։ Երկնքի թագավորությունը Պողոս առաքյալն ասում է, որ ուտելիք ու խմելիք չի։ Այսօր մարդիկ աշխարհում, ու ոչ միայն այսօր առաջի դարում էլ երևի Պողոսը դրա համար գրեց այդ խոսքը։ Առաջի դարում էլ մտածում էին, որ երկնքի թագավորությունը ուտելիք ու խմելիք է։ Ու ձեզ պատահել են մարդիկ, որ ասում են գնանք երկինքին չենք ուտելու։ Ինձ պատահել են։ Ստեղ ինչ ենք ուտում։ Հետաքրքիր է, որ մարդիկ կարան ամեն բանի մեջ մտածեն ուտելու ու խմելու մասին։ Բայց եթե դուք ամուր կպած լինեք սրան, դուք կունենաք երկնքի թագավորությունը, որը ուտելիք ու խմելիք չի, այլ արդարություն, խաղաղություն, ուրախություն Սուրբ Հոգու մեջ։ Հավատում եք սրան։ Բայց տեսեք, սկսվում է արդարությունից։ Առաջին ասեց արդարություն, խաղաղություն, ուրախություն Սուրբ Հոգու մեջ։
Եթե դու իսկապես միշտ Հիսուսի արդարության մեջ ես, նրա արյունով ձեռք բերված արդարության մեջ ես, ու ապրում ես այդ արդարությանը համապատասխան, դու միշտ կունենաս խաղաղություն եւ ուրախություն։ Երբ որ սարքեց Գեդեոնը իր զոհասեղանի անունը ինչ դրեց սրանից առաջ։ Եհովա շալոմ, որովհետև Տերը իմ խաղաղությունն է, հալելույա։ Գիտեք, այս աշխարհը մեզ խաղաղություն տալ չի կարող, այս աշխարհը մեզ ուրախություն տալ չի կարող։ Ու մարդիկ, որ ձգտում են իրենց անձի խաղաղությունը ունենալ, իրենք ուզում են իրենց շուրջ եղած դեպքերը համաձայնեցնել, իրենց համար լավ ձևով դասավորել, որ իրենք խաղաղություն ունենան։ Աստված այդպես չի ասում, դա աստվածային խաղաղությունը չի։ Աստված ասում է այս ձևով. ինձ հետ ունեցիր ճիշտ հարաբերություն, ու դու կախված չես լինի այս երկրի վրա տեղի ունեցող դեպքերից։ Քո խաղաղությունը չի խախտվի այս երկրի վրա տեղի ունեցող դեպքերից։ Գիտեք, երբ որ դուք հոգեորապես աճում եք, դուք նկատում եք, որ որոշ փոթորիկներ, որ ժամանակին ձեզ խախտել էին, հիմա գալիս են այդ փոթորիկները, բայց ձեզ չեն կարողանում խախտել։ Նկատել եք այդպիսի բան։ Իր անունը փառավորվի, ուրեմն դուք աճում եք, Տերը օրհնի ձեզ։ Հնազանդությունը ամենակարևոր բանն է։ Եթե այստեղ չհնազանդվեր Գեդեոնը, իր երկրի վրա ապրելու իմաստը կկորեր։ Գեդեոնը երկրի վրա կարծում եք ծնվել ու ապրում էր պատահական, ինքը այս սրա համար էր ապրում, որովհետև Իսրայելը պիտի ընկներ մեղքի մեջ, Իսրայելի վրա պիտի իշխող լիներ, հետո Իսրայելը պիտի աղոթեր Աստծուն, Աստված պիտի Գեդեոնին ասեր գնա ազատիր Իսրայելը, գնա ազատի իմ զորությունով։ Դու գիտես ինչի համար ես ապրում երկրի վրա։ Ես չեմ կարող քո համար ասել, բայց կարող եմ հաստատ ասել, որ Աստված քեզ համար բան ունի որոշած, որ պատերազմի դաշտեր կան, որտեղ դու պիտի հաղթես, որ գործեր կան, որ իր համար անպայման պիտի անես։ Դու Քրիստոսի մարմինն ես երկրի վրա։ Դու իրավունք չունես ուրիշ բան անելու։ Դու իրավունք չունես քո հաճույքների, քո փողի, քո փառքի համար ապրելու։ Դու պիտի ապրես այն նպատակի համար, որ Աստված է որոշել քեզ համար։ Ու եթե սրա համար դու քո անձը բերես զոհաբերես, իսկապես այն կուրքերի սեղանները ոչնչացնես քո մեջից, ու ճիշտ նվիրաբերում ապրես Աստծուն, Աստված քո միջոցով մեծ ու զորավոր գործեր կարող անի։ Քո կյանքի իմաստը իրականացնելուն խանգարող ինչ զոհասեղան ես տեսնում այսօր քո մեջ։ Քո կյանքի նպատակը իրականացնելուն, Աստծուն ավելի մոտիկ մոտենալուն, ավելի խորը նվիրում ապրելուն Աստծուն։ Ինչ տեսակ զոհասեղաններ ես տեսնում քո կյանքում, որ պիտի փլվի այսօր։ Ինչ տեսակ ցանկություններ, որ պիտի փլվի։ Արդեն հասկանալի է ինչ իմաստն եմ ասում։ Հիմա ես քեզ մի առաջարկ ունեմ։ Հայացքդ ուղղիր քո ներսի աշխարհը։ Միայն մի հարց տուր Աստծուն։ Ասա ինձ ցույց տուր մի հատ այսօր ամենակարևոր զոհասեղանը, որ քանդեմ իմ սրտի մեջ։ Ում եմ ես նվիրված այսօր, ինչին եմ նվիրված։ Իմ եսին, նյութական աշխարհին, այսինքն հարստությանը այս աշխարհի, գուցե իմ հաճույքներին, կամ մի բան, որին ես նվիրված եմ այսօր։ Գոնե մի հատ ամենակարևորը, եթե դու այսօր քանդես, ու դրա փոխարեն օրինավոր ձևով մի հատ զոհասեղան սարքես քո Աստծուն, ու քո անձդ ողջակես, այսինքն ամբողջովին նվիրում ապրես այսօր, ուրեմն այսօր պատահական չես այստեղ։ Ուրեմն վաղն էլ Աստված կարող է քեզանով մեծ գործեր գործի։ Ու եթե վախեր կառաջանան, որ դրանք քանդես, վախեր կառաջանան, քեզ պետք է լինի այդ վախերը հաղթել քո ներսում։ Հիմա մենք այդ բանը կանենք աղոթքի մեջ, բայց ուզում եի, որ մի հատ լավ մտածեք։ Ոտքի կանգնենք ու շարունակենք մտածել, լավ։